Իմ ետևում Կովկասի միակ ատոմակայանն է։ 1976 թվականին գործի է դրվում Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը։ Ատոմակայանի արտադրած էներգիայի 40%-ը գնում էր Ադրբեջան, իսկ 35%-ը գնում էր Վրաստան։ Միտքը ընդհանուր Կովկաս էլեկտրաէներգիայով ապահովելն էր։ Առաջարկում եմ ավելի մոտիկից ծանոթանանք ատոմակայանի հետ։ Ատոմակայան կա Մեծամորում, չկա Ադրբեջանում եւ կա եւս 31 երկրում։ Իսկ ինչ է ատոմակայանը։ Եթե պարզ փորձենք բացատրել, ապա այնտեղ ջերմությունից ստանում են էլեկտրաէներգիա, որը օգտագործվում է մեր առօրյա կյանքում։ Բայց եթե ջերմաէլեկտրակայաններում օգտագործում են վառելիք, որը այրում են եւ այդ այրման ընթացքում արտադրված ջերմություն են օգտագործում էլեկտրաէներգիա ստանալու համար, ապա ատոմակայանը աշխատում է այլ մեխանիզմով։ Ատոմակայանների վառելիքներն են ուրանը կամ պլուտոնիումը, որոնք կառավարելի իրավիճակներում շղթայական ռեակցիա են ենթարկվում, ինչի հետևանքով մեծ էներգիա է արտադրվում։ Իսկ ահա թե ինչ էներգիա կարող են դրանք արտադրել, մենք դրա մասին լավ գիտենք։ Շղթայական ռեակցիայի հետևանքով արտադրված ջերմությունը եռացնում է ջուրը, որը գոլորշիանալով աշխատանքի մեջ է դնում տուրբինը, իսկ տուրբինը իր հերթին արտադրում է էլեկտրաէներգիա։ Ատոմակայանների հարևանությամբ լինում են ջրամբարներ կամ ջրի այլ աղբյուրներ, դա կարող է լինել նաև օվկիանոս։ Այդ ջուրը օգտագործվում է գոլորշին հովացնելու համար։ Գոլորշին հովանում է, նորից դառնում է ջուր եւ սկսվում է նորից օգտագործվել։ Գոլորշին հովացնելու եւ նորից ջուր ստանալու process-ը կարող է ծանոթ թվալ։ Այդպիսի մեխանիզմով է նաև աշխատում օղի քաշելը։ Ու իրականում, երբ մենք տեսնում ենք ատոմակայանի բլոկներից դուրս ելնող ծուխը, դա իրականում ծուխ չէ, այլ սովորական գոլորշի է, որը ընդհանրապես վնաս չի հասնում ոչ բնությանը, ոչ էլ մարդկանց։ Բայց ատոմակայանի ոչ էկոլոգիապես մաքուր լինելու միֆը արդեն տարածվել է, եւ ժողովրդի մեջ կան առասպելներ, իբր հարակից շրջաններում ապրում են մուտացիա ենթարկված մարդիկ։ Հասկանալու համար, թե ինչու է ժողովրդի մեջ տպավորվել այն միֆը, որ ատոմակայանը չարիք է ու քո երեխան կծնվի 3 թևով, ավելի լավ կլինի անդրադառնանք պատմական ակնարկին ու հասկանանք, թե ինչպես է զարգացել ատոմակայանի պատմությունը։ Առաջին ով է կատարել ատոմային ռումբի փորձարկումներ, մենք արդեն իմացել ենք նախանցած տարի, իսկ առաջին ատոմակայանը կառուցվել է ԽՍՀՄ-ում Օբնինսկ քաղաքում 1954 թվականին։ Այժմ ամենից շատ ատոմակայանները գտնվում են ԱՄՆ-ում 93, բայց դրանք ընդամենը կազմում են 20% էլեկտրաէներգիայի արտադրության, իսկ Ֆրանսիայում ատոմակայաններին է հասնում 70% էլեկտրաէներգիայի արտադրության։ 1979 թվականի մարտի 19-ին ԱՄՆ-ում էկրաններ է բարձրանում չինական Սիդրոն ֆիլմը, որը պատմում էր ատոմակայանում կատարված վթարի մասին, եւ ինչ-որ մի զուգադիպությամբ մեկ շաբաթ հետո ԱՄՆ-ում իրոք տեղի է ունենում վթար ատոմակայանում։ Իսկ 1986 թվականին վթարի է ենթարկվում Չեռնոբիլի ատոմակայանը, տեղում մահանում է 31 մարդ, իսկ այնուհետև հարակից շրջաններից ճառագայթման է ենթարկվում 600,000-ը։ Մինչև այժմ Չեռնոբիլ եւ Պրիպետ քաղաքները, ինչպես նաև Բելարուսի տարածքի 10%-ը միտանի չեն բնակության համար։ Այս երկու վթարների պատմություններին գումարվում է նաև այն, որ մարդիկ արդեն տեսել են, թե ինչ ավերիչ ուժ ունի ատոմային ռումբը, եւ սկսում են խռովություններ ու ցույցեր ատոմակայանների օգտագործման դեմ։ Օրինակ 2011 թվականին Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարից հետո Գերմանիան լիովին հրաժարվում է ատոմային էներգիայից։ Դա այդքան էլ խոհեն որոշում չի լինում։ Դրա արդյունքում Գերմանիան այժմ էներգետիկ ճգնաժամի մեջ է, ի տարբերություն իր հարևան Ֆրանսիայի։ Փաստն այն է, որ ատոմակայանի վթարները կարող են շատ վտանգավոր լինել եւ մարդկության եւ բնության համար, բայց դրանց հավանականությունը շատ ավելի քիչ է, քան ջերմաէլեկտրակայանների կամ հիդրոէլեկտրակայանների վթարները։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են ատոմակայաններում, ստանում են զգալի ավելի քիչ ճառագայթում, քան մեծ քաղաքում օֆիսային աշխատողները։ Դա կապված է մեծ քաղաքներում օդի բարձր աղտոտվածության հետ, ինչը մենք կարող ենք տեսնել օրինակ Երևանում։ Խոսեցինք ատոմակայաններից, բայց չասեցինք ոչինչ ճառագայթման մասին։ Իրականում, եթե ատոմակայանը նորմալ աշխատում է, ձեզ ոչինչ պետք չէ իմանալ ճառագայթման մասին։ Ատոմակայանների արտադրած էներգիան համարվում է մաքուր էներգիա։ Ատոմակայանները անվնաս են մարդու առողջության համար, եւ դա հասկանալու համար կարող ենք համատել ջեկերի եւ հեկերի հետ։ Ջեկերը սովորաբար օգտագործում են ածուխ, նավթ կամ բնական գազ, որոնց այրման արդյունքում մթնոլորտ է արտանետվում ծծմբի երկօքսիդ, ազոտի երկօքսիդ, մանր մետաղներ, մանր փոշենման մասնիկներ, PM2.5, որը շատ տարածված է Երևանում, ինչի հետևանքով Երևանը համարվում է շատ աղտոտված քաղաք։ Ջեկերը հաճախ օգտագործվում են ջուր սառեցման նպատակով, ինչի հետևանքով թունավոր նյութերը կարող են լցվել գետեր եւ լճեր, վնասելով ինչպես էկոհամակարգը, այնպես էլ մարդու առողջությունը։ Եվ շատ հատկանշական է, որ ջեկերի առկայությունը բարձրացնում է կենսաբանական մուտացիաների եւ գենետիկ խանգարումների վտանգը, սնդիկի եւ այլ թունավոր նյութերի արտանետման պատճառով։
Աշխատողները, ովքեր գտնվում են ջեկերի մոտ, հաճախ ենթարկվում են քրոնիկ սթրեսի, քանի որ մշտապես առնչվում են աղմուկի, թունավոր գազի ու բարձր ջերմաշնչի հետ։ Շրջակա միջավայրի աղտոտվածությունը նաև բարձրացնում է դեպրեսիայի դեպքերը։ Իսկ հեկերի կառուցման ժամանակ հաճախ փոխվում են գետերի հուները, կառուցում են ջրամբարներ, ինչը կարող է փոխել ջրի որակը։ Խոշոր ջրամբարներում ջրի կանգուն վիճակը նպաստում է կապտականար ջրիմուռների բուռն աճին, որոնք արտադրում են թունավոր տոքսիններ։ Իսկ վատը այն է, որ այդ ջուրը օգտագործվում է խմելու կամ ոռոգման համար, որը կարող է հանգեցնել լյարդի հիվանդությունների, նյարդային խանգարումների կամ մաշկային հիվանդությունների։ Ջրամբարների ձևավորման հետևանքով վերանում են որոշ ձկնատեսակներ, ինչպես նաև կուտակվում են ծանր մետաղները։ Իսկ քամուց եւ արևից ստացվող էներգիաները չեն վառում ոչինչ, չկան արտանետումներ, վնաս չեն տալի բնությանը, սակայն նրանց մեծ թերությունը նրանց ոչ ստաբիլ լինելը։ Չեն կարող պատկերացնել այն իրավիճակը, որ միշտ կա քամի կամ միշտ շովում է արևը։ Քամուց եւ արևից հնարավոր է ստանալ մաքուր էներգիա, սակայն մեծ մասշտաբների համար պետք է ավելի շատ փող, որը ոչ բոլոր երկրներն են, որ կարող են իրենց թույլ տալ։ Նամանավանդ դա վերաբերվում է Հայաստանին։ Քանի որ ատոմակայանները մաքուր էներգիա են արտադրում, դրանք նվազեցնում են օդի աղտոտվածությունից առաջացող հիվանդությունները, օրինակ ասթման։ Արդեն խոսացինք 1979 թվականի զուգադիպության մասին, խոսացինք նաև Չեռնոբիլի մասին, բայց չխոսացինք նրանց մասին։ Հանրային մեծ զանգվածների մեջ վաղ ատոմակայանի հանդեպ նաև տպավորվել է Սիմփսոններից։ Սիմփսոնները ապրում են մի քաղաքում, որտեղ կա ատոմակայան, որտեղ անվտանգության աշխատողողմերն է, որը ընդհանրապես վստահություն չի ներշնչում, եւ շատ սերիաներում ցույց է տրվում, թե ինչպես է քաղաքը աղտոտում ատոմակայանը։ Բայց փաստը այն է, որ ատոմակայանի ճառագայթումը շատ աննշան է։ Այդպիսի ճառագայթում մենք կարող ենք ստանալ ուղղակի մեկ բանան ուտելուց։ Եվ այդ օրինակը ընդհանրապես պատահական չէր, քանի որ ամեն ինչ, ինչ մեզ շրջապատում է, ունի իր բնական ճառագայթումը։ Նախկինում ունեցած դառը փորձի գիտություն ընդունելով, մարկություն սկսել ավելի շատ ուշադրություն դարձնել ատոմակայանների անվտանգությանը։ Ամենայն դեպս եկեք պատկերացնենք իրավիճակ, որտեղ ատոմակայանը սկսում է վտանգ ներկայացնել իր ճառագայթումով։ Փորձենք պարզ ներկայացնել, թե ինչպես է ճառագայթումը ազդում մարդու օրգանիզմի վրա։ Այն իրերը, որ ունեն բարձր ճառագայթում, օրինակ յամուր ուրանը, ռադիումը, պլուտոնիումը, կարելի ասել, որ ուղղակի ռմբակոծում են մասնիկներով կենդանի հյուսվածքները մարդու։ Դրա հետևանքով սկսում են առաջանալ մուտացիաներ մարդու ԴՆԹ-ի եւ հյուսվածքների մեջ։ Իսկ այդ մուտացիաների հետևանքը քաղցկեղն է։ Այդ է պատճառը, որ բարձր ճառագայթում ստանալուց հետո մարդկանց մոտ առաջանում է քաղցկեղ։ Ռադիոակտիվ մետաղների հետ ամենամեծ աշխատանքը կատարել է Մարի Կյուրին։ Նա իր ամուսնու Պիեր Կյուրիի հետ տարիներ շարունակ ուսումնասիրել է ճառագայթումը։ Բայց ճառագայթող մետաղների հետ աշխատանքն էլ հենց դարձավ Մարի Կյուրիի մահվան պատճառը։ Իսկ նրանց երկրորդ երեխան ճառագայթման պատճառով ծնվեց թերի հասունացած եւ շուտով մահացավ։ Այժմ ճառագայթումից խուսափելու նպատակով Կյուրիի անձնական իրերը պահվում են հատուկ կապարե տարաներում։ Մեծ քանակությամբ ճառագայթման հետևանքները կարող են լինել վիժումները եւ պտղի զարգացման խանգարումները։ Ինչպես նաև ճառագայթումը նվազեցնում է լեյկոցիտների քանակը արյան մեջ, վնասում է աղիքները, նաև կարող է բերել անպտղության։ Չնայած որ ատոմակայանները ունեն գրեթե 100 տարվա պատմություն, դրանք չեն կորցնում իրենց կարևորությունը։ Անվտանգության միջոցառումների խիստ պահպանումը կարող է դարձնել ատոմակայանները ավելի վստահելի։ Իսկ դրանցից ստացող էներգիան կարող է օգնել հաղթահարել էներգետիկ ճգնաժամերը, ինչպես նաև գլոբալ տաքացումը։ Եթե ատոմակայանը իրենց վտանգ ներկայացներ, ապա դրա հարևանությամբ չեն լինի այսպիսի այգիներ։ Aos sons dos ritmos tropicais, dança, dança, capoeira, noite e dia, dança, canta. País maravilhoso. Հուսով եմ հիմա ավելի շատ բան գիտեք ատոմակայանի մասին։